եւ ինչ եք ուզում անեն։ Իմ ներողությունը բան ասեմ, իմ իրավունքները եւ իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ եւ այդ իրավակարգը պաշտպանված է։ Հարկադիր կատարումն ապահովող։ Տիկին նախարար նորա մանկապահովության դեմ բացահայտել այս երկրում, որը կոչկվում էր երեխա իրավունքներից, ոնց է նախարարը խոսում, այդ այն դեպքում, որ կոչկվում էր Լրագրող Սյուզին Բադոյան այդքան չպայքարեր, չէր բացահայտվելու, չէին մարդկանց աշխատանքից ազատելու, պաշտոնան կանելու, լավ էլի։ Նախ քննություն է իրականացնում։ Եվրոպական չափանիշները Անտոնիո Կոստայի ելույթներով չեն, ոչ թե Ուրսուլա ֆոն դեր Լայանի, այլ կոնկրետ ինստիտուտներով են։ Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործընթացը, բայց պետք է կայծակնային այդ մարդիկ գործից հանված են, տիկին նախարար։ Կայծակնային։ Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պատկերացած չեն ստանում, հավաքում եք մտածել, այդ մարդիկ չլինեին, իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, տիկին նախարար։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, որ գործը կոծկում էին, թագում էին եւ դա տեղի ունեցավ։ Պատժի անխուսափելիությունը ապահովող ինստիտուտներից մեկն է։ Միայն խեղճուկրակ մարդկանց։ Ոչ, սիրելի խեղճուկրակ մարդկանց։ Որևէ մեկը ձեզանից խեղճուկրակ չէ։ Դուք Հայաստանի Հանրապետության լիիրավ Սա լավ ելույթ, բայց իրականության հետ աղերսներ չունի։ Լավ է, որպես ոչ իրավաբան կարող եմ ասել, անցնող պարլամենտ Կլինենք իշխանություն, բարեփոխումների փաթեթը կներկայացնենք, դուք էլ որպես ոլորտի դիտակ, ընդդիմադիր ոլորտի դիտակ, կդակ մեզ Մոսվանցովի համար դիտի նախարարին եմ դիմադիր արինել։ Բայց ինչ գիտեք, զարվել ուտելով։ Այսքանն էր սիրելի հայրենակիցներ, մեր եւ մեր արդարության նախարարի հետ շատ հաճելի, բայց միևնույն ժամանակ տխուր իրականությունը արձանագրող այս բանավեճի վերաբերյալ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետության։ Գնացի։